Բարևձեզ, Տակրակ 21 հարտակի խոսինք ու լսենք պոդքաստի նյուրն է լիբանանահայ երաժիշտ, մշակող և արտադրող Սերուժ Բաղդասարյան, այլևս ծառայող Սիրուժ անունով։ Վերջին 15 տարիներուն անիր տեսլականով և ստեղծարար ոճով կվերամշակե և կվերամեկնաբանե հայկական ժողովրդային երաժշտությունը, համակրելով զայն էլեկտրոնային, սինեմատիկ և այժմ նաև սիմֆոնիկ մշակումներ։ Ստիկ բացատրությունը սինեմատիկի մասին նկատի առնելով, որ էլեկտրոնայինը և սիմֆոնիկը հասկանալի է, սինեմատիկ բնորոշումը կվերաբերի այնպիսի երաժշտության, որ կհիշեցնե կամ ներշնչված է ֆիլմերու համար գրված երաժշտներեն։ Այս եզրը կմտակրե հզոր, արդայիչ, սկացական ստեղծագործություններ, որոնք ունին թեմատրական և ներշնչող ասացություն, անկախ այն անգամանքեն թե արդյոք ֆիլմի համար գրված են թե ոչ։ Ինչպես Սերուժ ինքս է, ներշնչված է Հանս Զիմմերի, Թոմաս Բերգսոնի և նման երաժիշտներու գործերեն։ Սերուժին մոտալուտ համերգը սիմֆոնիկ ֆոլք դիգայանա Երևանի մեջ 22 հուլիսի Գարեն Դեմիրճյանի անվան համալիրի մեջ հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբի մասնակցությամբ և համազգայինի երիտասարդական ֆորումի աջակցությամբ։ Այսօր Սերուժին հետ կխոսենք իր ստեղծագործական ուղին և այս համերգի մշակութային արժեքին ու նպատակի մասին։ Սերուժ նախ իսկապես սրտանց կշնորհավորեմ այս ուշագրավ նախաձեռնությունը և առաջին հարցումս լա ինչպես ծնավ սիմֆոնիկ ֆոլքի գաղափարը, ինչ է այդ հիմնական մղումը, սկացումն ու տեսլականը, որ քեզ մղեց այս համերգի կազմակերպումին և իրագործման։ Նախ բարև Վարուժ, կրգին բարև, մենք արդեն մի քանի ամիս առաջ խոսեցանք, բայց դեռ դակավին այս համերգի ծրագիրը շատ վերջնական հստակ չէր, որ մեր առաջին զրույցին հիշեի, բայց հիմա ուրախ եմ, որ արդեն երկրորդ հանդիպումով կխոսենք սիմֆոնիկ ֆոլքի մասին։ Սիմֆոնիկ ֆոլքը ծրագիրն է, որ ես 10 տարի առաջ մոտավորապես արդեն պատկերացում ունեի, բայց շատ ժամանակ պետք էր պատրաստելու այդ process-ը շատ բավական դժվար ճամփամն էր և ավելի լուրջ 4 տարի առաջ սկսա ծրագիրը մշակելու։ Ներշնչում ինչպես որ ստեղծագործությունները վերջին տարիներու արդեն նպատակ ունեին հասնելու սիմֆոնիկ ֆոլքի։ Այո, արդեն վերջին 5-6 տարիներու ընթացքին ես քիչ մը փոխեցի իմ երաժշտական, ասենք, ճամփան կամ ժանրը, առաջ ավելի կգետրոնանայի էլեկտրոնային եղանակներու կամ երգերու վրա, հետո կամաց այդ ուղղությունը փոխեցի քիչ մը ավելի լուրջ, ավելի ծանր, ավելի challenging տերմին դվեցա, որը սիմֆոնիկ կամ օրքեստրալ որ գսենք, այդ տեսակի մշակումներն է։ Հիմա ինչ կդարբերի, ինչ որ ես կնեմ, որ դասական սիմֆոնիկ երաժշտություններ է, այդ տարբերությունը կա, որ ես նախ իմ հիմքս հայկական երաժշտություններն է, մեր պատմական երգերը կամ երաժշտությունները, խառնելով cinematic ցայներով, այսինքն modern classic-ը ինքը դասական classic չէ, առավել քիչ մը էլեկտրոնային ցայներ, բայց շատ թեթև, այսինքն որ մեկը լսե նույնիսկ կրնալ չսկա, որ էլեկտրոնային ցայներ կա մեջ, այդքան որ ինքը թեթև են և ավելի իֆեկտներն են։ Ասպար Սերուժ իսպարիս վերամշակումով։ Շատ ճիշտ, վերամշակում է մեր արվեստի աշխարհի մեջ, երաժշտական արվեստի աշխարհի մեջ շատ արվեստագետներ իսպարին վերամշակում։ Այո,
Ինչպես օրինակ շատ մի երգեր ունին տարբեր ձևերով ներկայացված են, ասենք ռոք ձևով, փոփ ձևով, ամեն մեկը իր ձևով կներկայացնեն տարբեր հայկական հին երգեր, նոր ստեղծագործություններ չեն, մեր ինչպես որ հիշեցի, պատմական բարյականներ, երգեր, տարբեր գործեր են։ Arabes in ժողովրդային երկերը մեղեթիներն է որ կվերամշակի վերջին տարիները չէ՞ սերուր Այո, այս անգամ որոշեցիր որ այդ ժողովրդային երկերը անոնց վերամիացնես սիմֆոնիկ սինեմատիկ դարերու հետ շատ ճիշտ։ եւ պիտի ասենք ասանք ինչողություն մի դուրնա միայն սիմֆոնիկ չէ միայն սինեմատիկ չէ միայն բան չէ այսին բազմերանգ է Այո, մեջը նա ունենք հայկական մեր կորձիկները, բավական մեծ խումբ է, մոտավոր 130 հոգինոց խումբի մասին խոսենք, թե սիմֆոնիկը, թե մեր հայկական ժողովրդային կորձիկները, սոլիստներ, երկու հատ երգչախումբ ունենք, մեկը մանկաբադանեկան եւ մյուսը ավելի մեծ տարիքով։ Իսկ քո հարցումից գալով որ ինչներ ինձ ներշնչեց, անկախ որ ես միշտ հայկական երաժշտությունը լսած եմ եւ փոքր տարիքից այդ մտնոլորտի մեջ ընտանեկան երաժշտական այդ մտնոլորտի մեջ մեծած եմ, բայց ինչն էր որ աս ծրագիրը որոշեցի, մոտ կարծեմ 2018-ին էր Hans Zimmer-ի կոնցերտը Հոլանդիայի մեջ եկացի եւ դիտեցի եւ ան պատկերացում ունեցա որ ինչու մենք այսպիսի համերգ մչեն գներ, բայց մեր հայկական երգերով երաժշտություններով այսպիսի մեծ համերգը որոշ կապար ունկաս մեր նոմենքներում որ Hans Zimmer-ի երաժշտություն ճիշտ չէր եւ աստված ես եւ ինչպես դու նայեցիր որ իսկապես դպավորեց եւ դու որոշեցիր նման օրինակներ ինչ էր ստավոր ուտիլիտի արցելը որ ինչ էր հիմա Hans Zimmer-ը կարծեմ բավական ջանցված անունն է մանավանդ սինեմայի աշխարհի մեջը շատ նկորձեր կարծեմ բոլոր աշխարհը լսած է ինչպես Pirates of the Caribbean, Gladiator, վերջերս Dune-ն էր որ շատ բավական մեծ աշխարհի վրա ընդունելություն ունեցավ Interstellar եւ Batman-ի Dark Knight-ը բավական լայն աշխարհն է Գարտեն ինքը բավական աստեցություն ունեցավ, ինչպես որսի այդ համերգը որ կացի կրծա պատկերացում ունենալ, որ ես պիտի փորձեմ այդ մագարտագի համերգը փորձել մեջտեղ բերել, բայց ինչու՞ չէ մեր հայկական երգերը հնչեն, երաժշտությունները հնչեն։ Այդ ծևով հոնատ որոշում ունեցա։ մագարտագի բայց պիտի խնդրեի որ բացատրես որ ասի մա ինչ մագարտագի մասին խոսենք որ ամոր արիթմիչունն աներգալալու կու իսկապես շակրավամի կավերքի գիտնա որ ճիշտ ինչի մասին կխոսենք ինչ պիտի հնչի այդ օրը փեմի վրա Այո, անպայման, ինչպես որ նշեցի, ուրեմն ինքը որովհետև շատ մեծ խումբ է, այսինքն մոտ 130 հոգինոց խումբի մասին է խոսքը, եւ ինքը հիմնական նորությունը եւ դժվարություն չսեմ, ավելի նորությունը որ բոլորը մեկ դեղելն է մեկ փեմի վրա։ Հիմա այնպես չէ որ առաջին անգամն է ասկան մեծ համերգը բիդի լա Հայաստանի մեջ անշուշտ, բայց աս ժանրի առաջինն է, որ պիտի միացնենք այդ ասենք Hans Zimmer-ի կամ մյուս արտիստը որ նշած է Թոմաս Բերգերսոնը որ ալի շատ մեծ աստեցություն ունեցած է իմ վրաս ուրեմն աս երկուքին ցայները ես բավական երկար ժամանակ լսելով հիմա որ պիտի միացնեմ հայկական Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը երկու տարբեր երգչախումբեր սոլիստներ ինչպես որսի այդ մեծ խումբն է եւ այդ պատճառով է որ քիչ մը տարբեր բանը պիտի լսենք եւ առաջին անգամն է ճիշտ այս ոճի մեջ բանը պիտի լա դու եմի վրա ծեվում պիտի համատրես որ շվի դուդուկ զուրնա ժողովրդային գործիքներ այո եւ ինչպես կսեի երգչախումբ բոլորը դհոլը կոպալը սոլիստները բոլորը բայց
սիմֆոնիկ ձևաչափի մեջ այս բարեկային։ Այո, ինքը արդեն սերուժ միայն ցայնային փորձ է կամ մշակութային մեսեջը թելատրանքունի բակամ գկարծեմ երկուքը, որովհետև ինքը փուն նպատակը վերջո մշակութային ցերնակն է եւ նպատակը մեր հայ երաժշտությունը տարածելն է ոչ միայն հայերուն, այլ օտարներուն, բայց տեղը պետք է սկսենք, պետք է նախ քոնե Հայաստանով սկսենք եւ այդ փորձառությունը շահենք այդ միասնապար աշխատանքի փորձառությունը եւ հետո ինչու՞ չէ տարածել օտարներուն, տարբեր երկրներու, տարբեր ունգընտիրներու եւ ոչնալ ավելի երկասարության խոսով ոչի չէ։ Շատ ճիշտ, ոչ մնե որ ասենք նույնիսկ ոչ հայ մգրնա լսել եւ շատ բարձ ձևով հասկանալ մեջը ամեն երկ մեջը բակմություն կա եւ մեկը շատ պետք չունի քեզի փարարփար պատմությունը բացատրելու արդեն ամեն մեկ մյուզիկ որ լսես ամեն մեկ կորզը լսենք սիմֆոնիկ կամ գդաբավորվին առանց հասկանալու թե ճիշտ ինչի մասին է ինչ նույնը բիտբադայի հայ ժողովրդային երաժշտան ադայ որսել շատ ճիշտ ես իմ ամեն մեկ կորզը որ YouTube-ի վրա գտնեմ բզիկ բացատրությունը գտնեմ քոնե որ օդար մեկը եթե լսե քիչ թե շատ հասկանա որ ինչի մասին է ընդհանրապես բայց մնացածը արդեն կգարձեն ինքը գրնա պատկերացնել եւ ավելի խորանալ եւ շատ հետաքրքրական է որ ինչպես օդարներ իրենց բաները գղրգեն իրենց կարծիքները գղրգեն եւ հոնը որ ես կսկամ որ գամած թեբի դուրս քիչ թե շատ գահասնի որ մեր երկերը երաժշտությունները երաժշտությունը միջազգային լեզու է եւ հասկանալի այո եւ դուք նաեւ հայ ժողովրդային երաժշտությունը նույն ձևով տարածվի աշխարհում առաջին օրեն մինչև հիմա նույն նպատակը ունեցած եմ եւ չեմ գարդերա դիգը փոխվի ինչպես ընդրեցիր երաժշտացանկը ցելուշ ցանկ ընդրելը ինձ համար շատ թյուրին է բարեբախտաբար շատ ժամանակ չեմ գործընծներ ադոր վրա որովհետեւ արդեն բավական մեծ բաշար ունիմ գիտեմ մեր երկերու երաժշտությունները երկերը բավական արդեն ինչպես սիբդիկ տարիքես գլսեի եւ ինչեմ գլսեմ Ատկան երկար ցանկ ունիմ որ հիմա գրնամ դարիներ արդեն սպաղվել այդ ցանկով եւ շատ կորձեր ունիմ սկսած եմ բայց գես կադարեն բարձրապես սկսած եմ խաղապարը թրած եմ ցայնակրած եմ որ հիշեմ այսինքն ինչ պիտի անեմ հետո եւ բավական երկար ցանկ ունիմ բայց ընդհանրապես ավելի մանավանդ հիմա հայկական բարի եղանակներու վրա կփորձեմ որ աշխատել ինչպես Քոչարին, Յարխուշտան եւ ասոնց նման շատ բաներ կա հիմա որ կամած պիտի անեմ ասա մեկ աշխատանքը որ գսես մեկ դորը քեզ մի որքան ժամանակ բխել է այրվադի մոտավոր 2-3 ամիս ամեն մեկը բավական երկար աշխատանք է որովհետեւ շատ երկար process է միան arrangement-ը որ գնեմ միան ադի չէ ասենք arrangement-ը գես բանն է կորձն է մնացած գես կորձը at balance-ը անելն է որ ամեն ցայները հստակ լսվի ամենադժվար բաժինը ասի այսինքն մենք բարձ երկ ընդհանրապես 10-15 տեսակ track կսեն at ցայները գունենա ասենք բայց ասպարակային երբ որ օրկեստրալ կորձմն է սիմֆոնիկ կորձմն է մինչև 100-120 կորձիկներով վերնա հասնիլ եւ հոնը որ դժվարությունը որ ինչպես պիտի մշակես եւ հետո mixing կսեն at կորձողությունը որ պիտի balance անես որ ամեն ցայները հստակ լսվին հոս ամենադժվար բաժինն է հարմոնի ստեղծվի վերջավորությամբ հարմոնին այո եւ որ հաջելի լսվի Եվ տալով ադի ես մեջ զարգացուցի, այսինքն հին կորձերս եւ նոր կորձերս եթե լսես շատ հստակ ցայնի quality դարբերություն կա։ Ադի բնականաբար մեկ ժամանակի ընթացքին
կսորվի, այսինքն ես Երանի գտնամ հիմա իդ հին կորձերը բանալ մեկ իդ քիչ մաքրել, բայց ադի ուրիշ խնդիր է հիմա։ Ատկե վերջ կուկա ծանուցումի բաները, նկարները պատրաստելը, ինչ քրություն պիտի լա, ինչպես պիտի հայտարարվի, հոնալ երկար աշխատանք կա։ Ես գազմավորման մասին հիմա պիտի հարցումը հարցրեմ, որտեղ այս բոլորը կապված են գազմավորմանը։ Մամակ Շաքե Բաղդասարյանը երկե դլեյամանի կուտ վերամշակած տարբերակի մեջ ինչ թեր ունի ընտանիքը կու երաշտական աշխարհի ձևավորման։ Վստահ որ թեր ունի եւ ինչպես որ ասի բզդիկ տարիքես at մթնոլորտին մեջ մեծած եմ եւ ադի վստահ որ շատ բան կփոխի։ Ընդհանրապես կարծեմ շատ հաճախ կբադայնի բանը երբ որ ծնողքը բան մգնեն ինքնաբերաբար քու մեջը դատ բանը գարտնա գզարկանա այդ պատճառով կարծեմ ես անտածքին կամած at ուղղությունը ունեցա։ Ամերիկը գազագերբի համասկայնի երիտասարդական ֆորումին աջակցությամբ եւ գրեթե միաժամանակ նիստերում պես ձուն տարավայս գործակցությունը եւ ինչ հանգրվանների անցավ համասկային սերուժ գործակցությունը։ Ես արդեն շատ տարիներ են գաբեր ունիմ համասկային հետ շատ տարբեր ծևերով մենք միշտ համագործակցած ենք, աշխատած ենք շատ տարբեր բաներով վրա կորձունեություններով։ Իսկ այս համերգը ես արիտով համասկայնի գրասենյակն էի եւ այս առաջարկը իրենց եւ բավական արդեն վարյանին շատ թրական պատասխան ունեցա եւ քիչ մանշուշ ժամանակ պետք էր որ ժողովի տրվեր եւ այդ որոշումը վերջապես առնվեցավ որ համասկայինը 30-ամյակը ուսանողական ֆորումի կամ հավաքի պիտի նշե այս համերգի ընթացքին բավական միասին երկար ծրագիրները ավելի մշակեցինք եւ վերջապես ոտքի ելանք համասկայինի համար ալ կարծեմ շատ կարևոր քայլ մնա որ թե մշակութային է մշակութային ցերնարկն է թե ինձի իբր սերուժ այսինքն պիտի քաչալերը նաեւ որ իբր լիբանանահայ երդասարդն ասենք եւ նաեւ ես եղած եմ ֆորումական արդեն 4 անգամ մասնակցած եմ ֆորումի ծրագիրներուն այդ բոլոր գաբերը եթե իրար միացնես կարծեմ շատ ասպիսի ասենք թրական բան ստեղծվեցավ արիտմը ստեղծվեցավ Սերուժ Ամերիկը ինչպես ասենք համասկայնի հետ գործակցությամբ բայց դեպի գունենա Հայաստանի մեջ իբրև իբարանահայ ստեղծագործող եւ այժմ կրետիտուն Գաբրիս Հայաստան ինչ կնշանակե քեզի համար ունենալ նման համերգը Երևանի մեջ եւ Երևանի ամենահայտնի բեմերը մեկում վրա Անշուշտ մեծ երազմն է ինչպես որ 10 տարի է արդեն այս երազը գար բավական իսկապես շատ ծանր դժվար ծրագիր մնե բայց մեկը կարծեմ պետք է համբերատար լա եւ երկար բան ունենա շունչ ունենա արագ չլար այսպիսի կորձունեություններ կարծեմ շատ ինչպես որ ասի շատ մեծ երազմն է եւ մանավանդ սիմվոլիկլի այսինքն Հայաստանի մեջ սկսիլը այս համերգը կարծեմ ադիգա շատ մեծ բան մնե մանավանդ այսպիսի հսկա նվագախումբի հետ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը անշուշտ մեծ բادر մնե համալիրը Ամերիկը դեպի ունենա քանի օքի դառնե Համալիրը 2000 մոտավոր 2000 հոգի կփավե արդեն կարծեմ դեսակ ցանցերով վրա որ վարի հարգը արդեն գրեթե sold out եղավ
եւ Ինչ իմաստուն ծերուս այսինքն 1000-ը լեցվեցավ, հիմա արդեն երկրորդ 1000-ը որ բացինք վերի հարգը եւ բավական լավ ընթացքի մեջ է եւ արդեն դեռ մեկ ամիս ժամանակ ունենք, հույսով ենք որ վերանալ կլեցնենք, որովհետեւ իսկապես կարժե համերգին մեկը ներկա ըլլա, երան ես կրնայի այս համերգին ներկա ըլլալ թիդել իբր հանդիսատես եւ ոչ թե ըլլալ թեմի վրա։ Դե ես սկսանք բերանալ ստաճենք որ դիգարի ներգանալ ինչ է լուծումը Լուծումը խոստանում որ այս համերգը պիտի գրկնենք Լիբանանի մեջ։ իսկ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբին այդ գործակցություն թյուրին եղավ ծերուս Այո, ես արդեն 2019-ին բարոն Սերգեյ Սմպատյանին, որ հիմնադիրն է, իրեն աշտարակիրի իմեյլով գրգեցի եւ բավական դրական արդյունք ստացա։ Այդ ժամանակը քիչ բաներ անհարմար եղավ, ինչու COVID-ը եղավ, Լիբանանի այդ խնդիրներ եղավ, վերջը պատերազմ եղավ, ադոր համար բավական երկար ժամանակ տևեց, առավել պետք էր ես ծրագիրը ամբողջացնեի, դեռ այդ ժամանակ բան չէր, ծրագիրը դեռ ամբողջական չէր, բայց կրնամ ասել, որ այո, շատ դրական էր։ ներկա եղողները որոնք իսկապես բախտավոր պիտի լանսերուս ինչ կուսաս որ պիտի տանին իրենց այդ այս համերգին Հուսամ որ այս ծրագիրով, այս համերգով իրենց ինքնությունը հիշեն, չհուսադին այսօրվա ներկա դժբախտություններեն եւ հիշել որ մենք հոս պիտի մնանք մեր երգերով, մեր բարի եղանակներով պիտի մնանք հոյադևենք։ Չին արդյունս պիտի լավ քեզի պիտի տեսնենք Լիբանանը խոստացար տեսնենք այդ ինչ բեներով վրա Կգարձեմ որ այո, ինչպես որ ասի նպատակը այդ է, ոչ միայն Հայաստան, ոչ միայն Լիբանան, բայց Լիբանանը իմ ասենք երկրորդ երազս է, որտեղ բնականաբար ծննդավայրս է։ Ակեվերջ կգարձեմ գամած կրնանք տարբեր երկրներում մեջ եւ տալ ներկայացնել եւ հայ երկը հայ երաժշտությունը տարածել։ Օրինակ սերուս ինչ կարծես որ օրինակ մեր երաժշտները երկացանգետ որ պիտի հնչե եւ մեր մշակութային արժեքները նոր ոճով պիտի մնա անտիսադեսի եւ սրտի մեջ օրինակ Նե ես կգարձեմ ամեն մեկ երկ դարբեր անցիմը գրնա դպավորություն ցկել, որով ամեն մեկ երկ պատմություն ունի, ամեն մարդ դարբեր գրնա նախընտրություն ունենալ, բայց կգարձեմ կակատնագետը համերգին կամ քոչարին պետք է լա, կամ ալ մուսալերի բարիղանակը կամ երկրորդ անունը որ չալմթանգը է Ես կոչած եմ հիրոզով մուսադաղ, կարծեմ աս երկուքեն մեկը հավանաբար պիտի ըլլա։ Պիտի բայթեցնեք ես եմ Այո, հույսով։ Սերուս իսկապես բանց հաջողություն բախտებ քեզի։ Դեռ մեկ ամիս կասիր ես ալ հույսով եմ դերս արիտ կունենանք չեմ կերեր եւ սամը մեր ունենտիրներն ալ իսկապես արիտ կունենան հայրենիք այցելելու այս համար եւ անպայման նաեւ ամերիկից ներկայացնելու Շատ ուրախ կլամ, որովհետեւ երբ որ Լիբանանահայեր ներկա ըլլան այս համերգին ինձ դարբեր այսպիսի փուշ մգնեն, որ ի վերջո իմ ծննդավայրս է Լիբանանը այդ բախտավորություն ունենալու հույսով սերուս հաջողություն մաղթեմ քեզ Շատ շնորհակալ եմ Վարուժ Ծդեսություն Ծդեսություն